Ուրեմն այսօրվա մեր նյութը չեմ ասի, որ քիչ է խոսվել կամ բավարար չի խոսվել մեր եկեղեցու տարբեր հոգևորականների ու առհասարակ եկեղեցական տարբեր գործիչների կողմից, բայց նյութը մի քանի կետեր ունի, որ թերևս այսօր պիտի փորձենք ամեն մեկին առանձին անդրադառնանք։ Ուրեմն առաջի կետը աստղագիտությունն ու աստղագուշակությունը եւ դրա ժամանակակից տարածումը։ Ուրեմն աստղագուշակությունը, աստղագիտություն անվանելը շատ նոր բան է, հետխորհրդային ժամանակներում է սկսվել ու խորհրդային միության վերջի տարիներից մեր տարածաշրջանում եմ ասում։ Մարդիկ սկսեցին շատ ուշադրություն դարձնել իրենց ծնվելու ժամանակ աստղերի դիրքին, աստղերի ազդեցություններին մարդու վրա ու նաև մարդու բնավորությունը սկսեցին վեր հանել, դուրս հանել ըստ իր ծննդյան թվականի, ըստ եղանակի, ըստ օրվա եւ այլն։ Բայց մինչև այս սրան անդրադառնալը մենք պետք է մի փոքր ֆիզիկային դիմենք, հասկանալու համար, թե ինչքան ազդեցություն ունեն աստղերը ընդհանրապես մեր կյանքի վրա, ինչքան են էներգետիկ առումով նաև ազդեցություն ունեն մեր վրա, տեսեք պետք է ընդհանրապես մարտնչող, չտրամաբանող մարդ լինել, ասելու համար, որ տիեզերական օբյեկտները չեն ազդում մարդու վրա։ Այսինքն բնականաբար, եթե լուսնի դիրքը մակընթացություն է առաջացնում, արևի դիրքը ջերմաստիճան է փոխում մեր մոտ եւ այլն, բնականաբար նաեւ աստղերի դիրքերն են որոշակի փոփոխություններ առաջացնում մեր մոտ։ Բայց ինչ մի կարևոր խնդիր կա, ուրեմն այս լամպը, որ վառվում է այստեղ, այս սենյակում, ավելի շատ ազդեցություն ունի մեր վրա, քան յուրաքանչյուր աստղ, որ կա տիեզերքում։ Այսինքն մեր բնավորության, մեր մարդ տեսակի վրա ավելի շատ ազդում է այն ֆիզիկական օբյեկտները, որոնք մեզ ավելի մոտ են գտնվում, քան այն նրանք, որ մեզնից շատ ավելի հեռու են գտնվում։ Եվ ըստ էության, եթե խոսենք մարդու բիոքիմիական կազմության մասին, այսինքն իր բնավորության մասին, խմբում իր դերի մասին կամ իր արտահայտումների մասին, եթե սրա մասին խոսենք, ապա կարելի ասել, որ որևէ X աստղի ազդեցությունը այդ մարդու վարքագծի վրա հավասարը գրեթե 0-ի, այսինքն ամբողջական 0 չի, բայց գրեթե 0-ի է հավասար։ Օրինակ, չգիտեմ, եթե մենք օրինակ նեոադրենալին հորմոնի արտադրության համար, երբ որ դուք գնաք բժշկի, օրինակ ունենաք նյարդային խնդիրներ, դեպրեսիա ունենաք ձեր մեջ, գնաք բժշկի, հանձնեք արյան ընդհանուր անալիզ, հորմոնալ անալիզ, որ տեսնեն թե ինչ հորմոններ են ձեր մոտ արտադրվում, ես չեմ կարծում, որ որևէ բժիշկ ասի քո մոտ գլյուկոկորտիզոլը շատ է, որովհետև ռետրոգրադ Մերկուրի է այսօր կամ, չգիտեմ, ռետրոգրադ Մարս, դրա համար դու ես վիճակում ես։ Իրականում այն ինչ մեր կողքն է, ավելի շատ մեծ ազդեցություն ունի մեր վրա, քան այն ինչ մեզնից շատ հեռու է գտնվում։ Ուրեմն ինչը իրենց ենթադրում աստղագիտությունը։ Աստղագիտությունը մարդու հոգեբանության հետ տարվող կոնկրետ աշխատանք է։ Տեսեք, անպայման խոսալով սրա մասին մենք չենք կարող չանդրադառնալ ծննդոցի առաջի 3 գլուխներում տեղի ունեցած նկարագրված դեպքերին։ Եթե կհիշեք մեր հանդիպումներից մեկի ժամանակ ես ձեզ ասացի, որ գրեթե բոլոր թեմաները, որ մարդու հոգևոր կյանքին են առնչվում, իրանք այս կամ այն կերպով աղերսված են ծննդոցի առաջի 3 գլուխների հետ, որովհետև մենք անդադ պիտի դառնանք այս 3 գլուխներին հասկանալու համար մարդու ու մարդկության այս կամ այն հարցում որոշումների հիմքը։ Ուրեմն, սիրելիներս, մարդը մեղանչումից հետո առաջի բանը, որ ինքը փորձեց անել, իր վրայից պատասխանատվությունը դուրս հանելն էր։ Աստված երբ որ հարցրեց, թե ինչի արեցիր, ինքը մի անգամից ուզեց իր վրայից պատասխանատվությունը անել։ Ուրեմն մարդկության պատմության զարգացման ընթացքում մենք տարբեր գործիքներ ենք օրինում մեր վրայից պատասխանատվությունը անելու համար։ Դրանք, չգիտեմ, ինչ որ ուրվականներն են, ինչ որ այլ
իրականությունից տարբեր ուժերն են, տեսեք, վերջի այդ միֆական կենդանիները եւ այլն, որ ստեղծվել են, տեսեք, բոլոր դիցաբանություններում կա հրեշ, կա դև, որը փոքր նորածին երեխաներին քնի մեջ խեղդում է։ Բոլոր դիցաբանություններում կա եւ կելտական, եւ հայկական, եւ սլավոնական, եւ հունական, բոլոր տեղերը կա։ Եվ ինչի էր այս բացատրությունը, որովհետև երեխաները շատ էին մահանում քնած ժամանակ փոքր տարիքում նորածին երեխաների, հիմա էլ նորածին երեխաների մահացության գրեթե 25%-ը քնած ժամանակ է լինում, այսինքն խեղդվում են ուղղակի երեխաները։ Հետ են տալի, կոկորդը փակվում է ու խեղդվում են իրենք ուղղակի, կամ շրջվում են դեմքի վրա դիրքը փոխում են եւ էլի չեն կարողանում հետ շրջվել, էլի խեղդվում են կամ եթե վերմակ են օգտագործում, վերմակը իրենց գլխին են գցում, էլի խեղդվում են, այսինքն բայց մի ուրիշ խնդիր կա, չէ, երբ որ մենք ասենք ծնողները անուշադիր էին այս երեխայի քնի ժամանակ ու դրա համար երեխան մահացավ, իսկ երբ որ մենք ասում ենք, չգիտեմ, ինչ որ մի հատ ոգի եկավ երեխային խեղդեց, ով է սրա պատասխանատու, ոչ մենք, ոգին է պատասխանատու։ Եվ երբ որ մենք ասենք մեկը օրինակ շատ վատ է իրան դրսևորում, մարդկանց հետ շատ վատ է բան, շատ կոպիտ է խոսում եւ այլն, դու ասում ես ինչի ես մարդկանց հետ կոպիտ խոսում, ասես որովհետեւ ես կարիճ եմ, հա։ Այսինքն ով է մեղավոր, որ ինքը կարիճ է, ոչ մեկ, այսինքն ու ինքն էլ չի կարող մեղավոր լինել սրա ժամանակ։ Հա։ Դու կարիճ ես։ Կարիճները իդեպ ամենաշատ մարդկության ամենամեծ տոկոս կազմող մարդիկ նոյեմբերին են ծնվում, չգիտես ինչի, եւ կարիճները մի շատ են, այդպես բանում Լավ, հեսա մենք շարունակենք ձեր հարցերին կանդրադառնանք։ Ուրեմն առաջի հարցը, որ մենք ունենք այս մոտեցման մեջ, մարդու անձնական պատասխանատվությունը ուրիշ մեկի վրա դնելն է, որտեղ երբ որ մարդը ուզում է պատասխանատվությունը իր անձից դուրս դնի, ուրիշ անձի վրա այդ պատասխանատվությունը դնելը բավականին գլխացավանք է իրանից ենթադրում, որովհետև հələ դու այդ մարդուն պետք է համոզես, որ դու վատ ես արել ինչ-որ մի բան, սխալ ես արել ինչ-որ մի բան, ու տեսեք մենք ծննդոցի առաջի 3 գլուխներում այս դրվագը էլի տեսնում ենք, երբ որ Աստված Ադամին հարցրեց ինչի արեցիր, ասեց ես կինը, որ դու ինձ տվեցիր, որտեղ ինքն էր կողքը, Եվան ինչ պիտի ասեր, այն ժամանակ էլ չէր մտածել, որ ասի կարիճը, ասեց այն օձը, որ դու տվեցիր էտը։ Այսինքն մենք անմիջապես մեզանից հեռացնում ենք այդ ամեն ինչը, ասում ենք, որ մենք այդ ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունենք։ Բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, եթե մենք կապ չունենք այդ ամեն ինչի հետ, նշանակում է մենք պատասխանատու չենք, ուրեմն նշանակում է մենք ընտրելու ազատություն էլ չունենք այդ ամեն ինչը։ Եվ եթե դա ընտրելու ազատություն չունենք, ուրեմն մնացած բաներն էլ ընտրելու ազատություն չունենք։ Այսինքն ինչով են լավ ֆիզիկայի օրենքները, որ ֆիզիկայի օրենքներին ընտրողաբար չես կարող մոտենալ, որտեվ եթե դու խոսում ես, չգիտեմ, ձգողականության ուժի մասին, պետք է նաև հասկանաս, ասենք, զանգվածի մասին, որ զանգվածն է ինքնաճնշում, այդ մակերեսը, որը իրան ձգում է։ Այսինքն, այդ օրենքները չես կարող շրջանցել, կամ դու բոլոր օրենքների մեջ ես, կամ բոլոր օրենքների մեջ չես։ Ու սրա համար է Պողոս Առաքյալը ասում, եթե դուք օրենքի տակ եք, ու այդ օրենքներից մեկը խախտում եք, ուրեմն բոլորն էլ խախտում եք։ Եվ իրականում այս խոսակցությունը կարող թվա շատ ոչ քրիստոնեական, արժեհամակարգի մեջ, բայց այս հավատքը, այս դավանանքը, այս ամեն ինչի հետ, աստղագուշակության եւ այլն, միևնույն է ինքը օրենքի ու շնորհի հասկացողությունների մեջ է տեղավորվում, որովհետեւ վերջի վերջո, երբ որ մենք խոսում ենք աստղագիտության, աստղագուշակության եւ այլ բաների մասին, մենք օրենքների մի հատ կարգ ենք, չէ՞ վերցնում, որ սենց անես, սենց պիտի լինի, նենց անես, նենց պիտի լինի, եթե դու սենց ես արել, ուրեմն սենց պիտի լինի։
Այսինքն պատճառի ու հետևանքի անքակտելի կապ է հաստատվում ստեղ եւ վերջի վերջո հրեական օրենքներ նույն տրամաբանությունն ուներ, որ եթե դու մի բան անում ես, սրա հետևանքը պարտադիր կերպով էս պետք է լինի։ Եվ այս օրենքի մեջ շնորհին այլևս տեղ չի մնում։ Եվ ուրեմն երբ որ մարդը ասում է, որ ասենք ես էս եմ անում, որովհետև ես կարիճ եմ, որովհետև ես էս եմ անում, չգիտեմ չեմ կարիճների վրա կենտրոնացել, եկեք այծ եղջյուրների վրա կենտրոնանանք։ Այծ եղջյուրը բան եւ այլն, մենք ստեղ արդեն շնորհը մարդու փոփոխության հնարավորությունը ու ազատ կամքը մենք մի կողմ ենք դնում։ Ամեն ինչով մի կողմ ենք դնում։ Բայց հիմա մի հետաքրքիր բան կա։ Արդյոք մարդու ծնված օրը, ծնված ժամանակը ազդում է մարդու բնավորության վրա կամ մարդու որոշումներ կայացնելու վրա։ Ուրեմն, եթե ձեզնից յուրաքանչյուրը փորձի ուսումնասիրել մարդու վարքագծի ձևավորումը, որ ոլորտով դուք ուզում եք, հոգեբանության, մանկավարժության, բիոքիմիական, բժշկական, հոգևոր, որ ոլորտով ուզում եք, դուք երբեք չեք տեսնի, որ մարդուն առանձնացնեն իր ծնված օրով, ծնված ժամանակով։ Օրինակ, պատկերացնենք, ասենք, բժիշկների մի խումբ ուզում է որևէ վիրուսի դեմ, ասենք, մեր ամենաթարմ վիրուսը ասեմ, կորոնավիրուսի դեմ, ստեղծի պատվաստանյութ ու պատկերացրեք, ասենք, ինքն դրում է 100 նոյեմբերին ծնված մարդկանց, չգիտեմ, 100 հոկտեմբերին ծնված մարդկանց հասկանալու համար այս պատվաստանյութը որի վրա ոնց է ազդում։ Բնականաբար ոչ մի տարբերություն չի լինելու, այդ հոկտեմբերին է ծնվել, թե նոյեմբերին է ծնվել։ Ու շատ տարօրինակ է մտածել, քանի որ շատ ժամանակ այս մարդիկ այդ ամեն ինչ Աստծո հետ են կապում, վերջի վերջո։ Մտածում եմ, որ Աստծո շնորհի արգասիքն է սա, հա, այդ մարդու ծնված օրը եւ այլն։ Ու շատ զարմանալի կլինի մտածել, որ միակ բանը, որ մարդու, ասենք, մարդուն որպես անձ արժանիք է տալիս, այն բանն է, ինչ հետ ինքը ընդհանրապես կապ չունի։ Որովհետև վերջի վերջո երկու բան կա, չէ, որ մենք դրանցով երբեք չենք կարող, ասենք, աբսուրդ է դրանցով գլուխ գովալը, մեկ այն տեղը, որտեղ դու ծնվել ես, հա, քո հայրենիքը, ազգությունը, մեկ էլ այն օրը, որ դու ծնվել ես, որովհետև այդ ամեն ինչի մեջ դու ոչ մի ամակ, այսպես ասած, ոչ մի ներդրում չունես։ Դու չէիր կարող որոշեիր, ասենք, չգիտեմ, չծնվեիր հայ, ծնվեիր շվեդ, կամ չծնվեիր, ասենք, չգիտեմ, հուլիսի 10-ին, ծնվեիր սեպտեմբերի 9-ին, օրինակ, չէիր կարող։ Այսինքն, մեր ու Աստծո հարաբերությունները նախ եւ առաջ հիմնված են մեր հետ հարաբերությունների որպես անձ, այն մասում, որտեղ մենք որոշում ենք կարող ընդունել։ Այն ամեն ինչը, ինչ մենք չենք որոշում, դրա համար մենք պատասխանատու չենք։ Եվ մենք փորձում ենք այս կեղծ գիտելիքներով լայնացնել այն շրջանակը, որտեղ մենք ոչ մի պատասխանատվություն չունենք։ Բայց սիրելիներս, մի կարևոր բան էլ կա, որ երբ որ մենք այս շրջանակը լայնացնում ենք, մենք տեղ չենք թողում Աստծուն մեր կյանքում գործելու, որովհետև վերջի վերջո, տեսեք, ինչով է քրիստոնյան տարբերվում ուրիշ մարդկանցից, որ Աստված իր կյանքում կենդանի գործող է։ Իսկ եթե ամեն ինչ որոշում են աստղերն ու որոշում են էներգիաները, Աստված ուր է տեղ։ Այսինքն մենք այս ձևով մեր կյանքից առհասարակ կտրում ենք Աստծուն։ Ու ինչն է հետաքրքիր, որ նման գաղափարները սկսել են ներթափանցել մեր կյանք արևելյան կրոնների պրոպագանդայի հետ զուգահեռ, հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի, դրա հետ զուգահեռ նաև մեր կյանք մտնում են այս գաղափարները։ Եվ հասկանալու համար այս գաղափարների խորությունը մենք կարողանանք անցնել ամենակարևոր գաղափարը, թե ինչ է ոչինչը, ոչինչը ինչ է իրանից ենթադրում։
Եվ իրական շատ փիլիսոփաներ են սրա մասին մտածել, թե ոչինչ ասածը ինչ է նշանակում։ Շատ չերկարելու, չտարածվելու համար ոչինչի ֆիզիկական բացատրությունը կա, ոչինչը բոլոր հարթություններում զերոն է։ Գիտեք, զերոն երբ է հայտնվել մեր մտածողության մեջ, երբ որ եվրոպացիները սկսել են օգտագործել հնդկական թվերը։ Ուրեմն հռոմեական թվերի մեջ, մինչև այդ գոյություն ունեցող թվերը 0 գոյություն չունի։ Ոչինչի ընկալումը կա հինդուիստական գաղափարախոսության մեջ ընդհանրապես։ Եվ եթե ուշադիր լինեք, Ծննդոց գիրքը ոչինչի գաղափարին շատ հարևանցի է անդրադառնում, ուղղակի ասել է, որ Աստված ոչինչից ստեղծեց աշխարհը, բայց բացատրություն չի լինում, թե ինչ էր այդ ոչինչը։ Եվ իհարկե շատ աթեիստ հեղինակներ, շատ աթեիստ փիլիսոփաներ ասում են, որ բոլոր եվրոպացի փիլիսոփաների ամենամեծ սխալն է, որ երբ որ իրանք խոսում են աշխարհի արարման մասին, իրանք անդադ գնում են աստվածաշնչյան այս պատկերներին։ Բայց վերջի վերջո ամենակարևոր բանը այն է, որ եթե Աստված գոյություն ունի, եթե մենք ընկալում ենք սա, ուրեմն նշանակում է, որ մենք ընդունում ենք նաև, որ մեր գիտակցությունը չի կարող Աստծուն հասկանալ, որովհետև եթե մեր գիտակցությունը կարող է Աստծուն հավատալ, հասկանալ, նշանակում է Աստված գոյություն ունենալ չի կարող, որովհետև այն էակը, որ կարողացել է ամեն ինչը ստեղծել, միանշանակ ինքը իր էությամբ այնքան բարձր պիտի լինի, որ մենք կարող ենք իրան մենակ հավատալ, այլ ոչ ամբողջությամբ ընկալել իրան։ Սա Աստծո գոյության անթոլոգիական բացատրության ապացույցն է, բայց ես մեր այլ հանդիպումներում ասել եմ, որ ես կարծում եմ, որ Աստծո գոյությունը երբեք չի կարելի ապացուցել, ոչ է հերքել, այդ առումով ես համերաշխ եմ Դեյվիդ Հյումի հետ, իր այդ մտքի հետ, բայց ամեն դեպքում շատ փիլիսոփաներ, ինչպես նաև Բերտրան Ռասելը, ում հիմա շատ էլի կիսվում են, չէ, պրոպագանդում են իրան որպես աթեիստ փիլիսոփա, Բերտրան Ռասելն էլ անթոլոգիական ապացույցը Աստծո տեցը չկարողացավ հերքել։ Ուղղակի ասեց, ես չեմ ընդունում այս ապացույցը, ասեց, բայց չեմ կարող հերքել այս ապացույցը։ Բայց հիմա ինչ եմ ես փիլիսոփայության մասին խոսում, նաև ու բաների էզոտերիկայի, հա, աստղագուշակների, որովհետև շատ ժամանակ այս մարդիկ, սիրելիներս, իրենց տարբեր ապրանքներ գովազդելուց հենց մեջ են բերում տարբեր փիլիսոփաների բացատրելու, ապացուցելու համար, որ քրիստոնեական ընկալումը սխալ է, ու նշանակում է, ուրեմն իրենց ընկալումը ճիշտ է։ Ուրեմն եթե դուք տեսնեք հայկական տիրույթում վաճառվում են տարբեր էներգետիկ մոմեր, էներգետիկ բուրգեր, էներգետիկ շրջանակներ, կլորներ, գնդեր, որոնք ասենք, պիտի չգիտեմ, մարդուց անեն բանը, մարդուն բերեն շատ փող, մարդուն բերեն, չգիտեմ, ինչ-որ անձնական կյանքի բարելավում, բան եւ այլն, ու եթե դուք տեսնեք ինչ մեծ վաճառքներ ունեն իրանք, կհասկանաք, թե ինչ եմ ես ուզում անպայման է սրա մասին, որպեսզի դուք բոլորը իմանաք, որովհետեւ մի հատ շատ լավ բան կար, չէ՞, գիտեք, որ այն գորտեր կան, չէ՞, բուդդիստական դրանք բանի միֆոլոգիայի մաս են, գորտեր կան, որ իբրև թե որ իրենց թաթերին կպնում ես փող են բերում, չէ՞։ Ուրեմն ես համաձայն եմ, որ իրանք փող բերում են, բայց փող են բերում միայն նրանք, ով ծախում են գորտերին։ Այսինքն իրանք միանշանակ բերում են, բայց առհասարակ մարդկանց չեն բերում։ Ուրեմն սիրելիներս, աստղագուշակության ու աստղագիտության հետ կապված խնդիրները իրանք գալիս են մարդու աշխարհ ընկալման, աշխարհի հանդեպ վախից, որովհետև մարդը, տեսեք, ըստ էության մարդիկ հասկանում են, որ քրիստոնյա լինելը բարդ է, քրիստոնյա լինելը անհնարին է իրենց համար, ու փնտրում են հոգևոր պաշտպանություն այլ ոլորտներում։ Եվ այս սրանք են ոլորտներ են, որոնք մարդուն տալիս են մաքսիմալ պաշտպանություն ամեն ինչից։ Ու այս պաշտպանությունը հեշտ է, որովհետև այս պաշտպանությունը զուտ արարողակարգային պաշտպանություն է։
Այսինքն դու ընդամենը որոշ գործողություններ փոքր անես, որովհետեւ պաշտպանված ես։ Իսկ այդ պաշտպանվածության զգացումը մարդուն շատ պետք է, որովհետեւ վերջի վերջո մարդը իր ամեն օր իր վրա զգում է այդ իր համար պայքարը, հա, չարի եւ բարու իր համար պայքարը։ Ինչ վերաբերում է մարդու էներգիաներին, ուրեմն սիրելիներս, ամեն մարդ ունի էներգիա, այդ բնական է, որովհետեւ առանց այդ մարդու մարմինը չի կարող գործել։ Մոտավորապես չափել են անգամ մարդու հոսանք տալու բանը, մարդը 2.5 կիլովատ հոսանք է կարողանում տալ։ Իհարկե, եթե Մատրիցայի այդ ֆիլմը կա, չէ՞, Մատրիցայի ֆիլմը, որտեղ մարդկանցից հոսանք են քաշում, իհարկե դա չի կարող լինի, մարդու արտադրած հոսանքը իր ընդամենը կենսական գործունեության, կենսական կարևոր օրգանների աշխատանքի համար ընդամենը հերիքում մարդուն, բայց մարդը ունի էներգիա, այո, եւ ինչպես յուրաքանչյուր սարք, որի միջով հոսանք է անցնում, այդ էներգիան կարա ինչ-որ միտեղ կտրվի, ինչ-որ միտեղ ավելի լավ անցնի, ինչ-որ մեկի մոտ ավելի լավ լինի, բայց արդյոք այս էներգիան կապ ունի մեր կայացրած որոշումների հետ, մեր մեղքերի ու մեր առաքինությունների հետ, այստեղ ամենակարևոր խնդիրը։ Որովհետև ոչ մեկին, օրինակ, երիկամների կառուցվածքի գիտելիքը չի ապահովագրում երիկամներում քար ունենալուց։ Հիմա նույն ձևի մարդու ֆիզիոլոգիայի գիտելիքը չի ապահովագրում մարդու հոգևոր խեղումներից եւ մեղքերից։ Ուրեմն այս էներգիաների մասին տեսությունն էլ, սիրելիներս, էլի հիմնված է միևնույն կեղծ գիտելիքի վրա։ Ու ինչ է այս կեղծ գիտելիքի հիմնական թեզիսը, տեսեք, ասում են օրինակ, բոլորը ասում են, որ գիտեք, այս սրա մասին մեր նախնիները գիտեին, հետո եկան եկեղեցին եկավ իր եկեղեցականներով ու ջնջեց է դրա մասին ամեն ինչ։ Վառեց, տապեց, բայց միշտ մի կարևոր տողատակ կա, Վատիկանում պահվում են արխիվներում, է դրանք։ Չգիտեմ ինչի Վատիկանի արխիվները որպես այնպիսի մի բան է, որտեղ ինչ անպետք բան կա, տենց անպայման պահում են, բայց միշտ այդ կա, Վատիկանի արխիվներում այդ ամեն ինչը պահում են։ Ուրեմն ամենակիչը անդրամաբանականը, չէ, երբ որ դու, ասենք, պատմագիտական վերլուծություն ես անում, ուզում ես օրինակ հասկանալ, օրինակ 451 թվականի ավարների ճակատամարտին քանի հայ զինվոր էր, ասենք, ձիով, ուզում ես դա հասկանաս ընդամենը, վերցնում ես աղբյուրագիտական ուսումնասիրություն ես անում, այսինքն կարդում ես ամենտեղ ինչա գրած դրա մասին, ոչ միտեղ գրած չի, որ գետ մի հայ զինվոր կար ձիով, ու դու ասում ես, բոլորը ձիով էին, որովհետև դրա մասին ոչինչ գրած չկա, ուրեմն բոլորը ձիով էին։ Լրիվ հակառակ եզրակացությունն ես, չէ՞, նույն ձևի նաև երբ որ ասում են, որ ռեինկարնացիայի հավատացել է վաղ եկեղեցին, ասում են, բայց ախր Սուրբ գրքում Աստվածաշնչում ոչ մի բառ չկա դրա մասին, ասում է, հենց այն որ չկա, դա ապացույցն է, որ հավատացել է, որտեղ ջնջել են այդ ամեն ինչը։ Եվ սրանք ռեալ բացատրություններն են, Ժորժ ջան։ Այդ էզոտերիկ գրքերը, երբ որ դուք նայեք, նաև իմ հիշատակած այդ հայ ազգի կնոջ գիրքը, երբ որ նայեք, նույն այդ բացատրությունը կա, որ չկա, որովհետև ջնջել են իր մեջից։ Որտեղից գիտես, որ ջնջել են, դա էլ չկա, թե որտեղից դու գիտես, որ ջնջել են։ Բայց իհարկե մարդկանց երբեք փաստեր պետք չեն, մարդկանց պետք են էմոցիաներ, բայց մենք այն առաջնորդում ենք այն սկզբունքով, որ քրիստոնյա յուրաքանչյուր մարդ մտածող մարդն է, նախ եւ առաջ, վերլուծող ու ուսումնասիրող մարդն է։ Ուրեմն, սիրելիներս, իմ ամենակարևոր պատգամը, իհարկե գիտեք, շատ բաներ մենք կարանք վերենք, օրինակներ կարանք վերենք անհատական, բայց իմ ամենակարևոր պատգամը այն է, որ եթե հետաքրքրվում եք անգամ տենց բաներով, ես դրա մեջ անկեղծ ասած շատ մեծ խնդիր չեմ տեսնում, բայց ամենակարևորը, որ դուք ինքներդ ձեզ չմոլորեցնեք, որովհետև ամենակարևոր մոլորությունը մարդուին է, որ ինքը մտածում է, որ ինքը իր կյանքի համար պատասխանատու չի ու ազատ չի, բայց միևնույնն է, դուք մտածեք, դուք պատասխանատու եք, թե չմտածեք, դուք պատասխանատու եք, պատասխան միևնույնն է տալու եք այդ ամեն ինչի համար,
Դրա համար ավելի լավ կլինի, որ հիմիկվանից մտածեք, թե դուք ոնց եք ապրում, որպեսզի հետո նաև կարողանաք Աստծո առաջ պատասխան վերցնել դրա համար։ Կարելի է մեր նկարահանումը անջատ ավարտենք մեր